երկնային Տիրոջը, նա զորավոր է, նա հրաշագործ է։ Մեր Աստված ամեն ժամանակ ունի սովորացնելու մեզ, ամեն ժամանակ ունի իր խոսքը տալու ամեն մեկից։ Դրա համար հենց այնպես չի, որ Աստծո խոսքն ասում է, ով ականջ ունի լսելու, թող լսի, որովհետև այսօր հենց այն օրն է, որ մենք պետք է այս խոսքով լցվենք ու ես հավատում եմ, որ այսօր այստեղից մենք նույնը դուրս չենք գալու։ Եթե դու հավատում ես Տիրոջ խոսքին, ասա ես այսօր այստեղից ոնց եկել եմ այդպես դուրս չեմ գալու, այլ դուրս եմ գալու նորոգված, հավատքով լցված, Տիրոջը շնորհակալ սրտով եւ ողջ փառքը ամեն ժամանակ Տիրոջը տալով։ Ամեն։ Ես հավատացի, չգիտեմ դու ոնց, բայց շատ լավ կլիներ, որ դու քո խոսքին հավատայիր, որովհետև հենց այսօրվա խոսքս դրա մասին է, որ այն ինչ որ մենք ասում ենք, մեր ասած խոսքին մենք պետք է հավատանք, որովհետև մենք ուղղակի չենք խոսում, մենք խոսում ենք Աստծո խոսքը, ինչ որ գրված է այստեղ, դարեր շարունակ այս խոսքը երբեք չի հնանում, երբեք մոդայից դուրս չի գալի, երբեք փոփոխման չի ենթարկվում, իրավիճակների հետ չի փոխվում, այլ ամեն ժամանակ նրա խոսքը հստակ է, նրա խոսքը ամուր է ժայռի պես, որովհետև եթե դու երգել ես, եթե դու խոսքը կարդում ես ու ասում ես Տեր, դու ես այն ժայռը, որի վրա ես կանգնած եմ, ժայռը հենց այս խոսքն է, Տերը հենց իր խոսքն է, իր բերանից դուրս եկած։ Դրա համար այսօր մենք կարդալու ենք Տիրոջ խոսքը, լցվելու ենք ել ավելի գերբնական հավատքով ու չենք լինելու այն, ինչ որ այն դռնից ներս ենք մտել։ Հիսուսի անունով, ամեն։ Փառք ամենակարող Տիրոջը։ Սիրելիս, մենք ամեն մեկս յուրովի ենք, մենք ամեն մեկս Աստծուն տարբեր ձևով ենք եկել, տարբեր ձևով ճանաչել ենք, բայց ճանաչում ենք մի Աստծուն, նա նույնն է, մենք նոր ասեցինք։ Մենք ամեն մեկս փորձում ենք Տիրոջը տարբեր կողմերից մոտենալ։ Այսօր այստեղ փառաբանում էին, որոշները սրտանց Տիրոջն էին երկրպագում, որոշները նայում էին ով ոնց է փառաբանում։ Ամեն մարդ մի ձև, ոչ մեկին իրավունք չունի դատելու, բայց մենք պետք է սովորենք, որ մենք մեր Աստծուն կատարյալը տանք, ամբողջ սրտով տանք ու հավատքով տանք։ Այո, մեր թեման լինելու է հավատք, բայց ես ուզում եմ, որ այդ հավատքը մեկ այլ կողմից նայես, որ դու որպես քրիստոնյա, դու առանց հավատքի խոսքն ասում։ Մենք չենք կարող Տիրոջը հաճեցնող լինենք։ Ու շատ հիանալի խոսք է, որ գրված է Եբրայեցիների 11-րդ գլխի 6-րդ խոսքում։ Բայց առանց հավատքի անկարելի է հաջող լինել Աստծուն։ Սիրելիս, եթե մենք ուզում ենք Տիրոջ հայացքը գրավենք մեր վրա, եթե դու ուզում ես, որ Տերը երկնքից բազմության մեջ քեզ նկատող լինի, որովհետև մենք կնայենք օրինակներ, որ շատերի մեջ Տերը ուշադրություն դարձրեց ինչ որ մեկին։ Ու այսօր ես ու դու ենք, պետք է այդ ամբողջի մեջից առանձնացող լինենք, ինչի համար, որովհետև Տերն ասում է, ինձ մոտեցողը առանց հավատքի չի կարա ինձ հաճեցնի։ Մեր գիտելիքը, մեր գեղեցիկ լինելը, քո կրթությունը, քո ով լինելը չի, որ կարա Տիրոջ հայացքը ուղղի քեզ վրա, անկախ տեսքից, անկախ տարիքից, անկախ սեռից, ամեն ինչից անկախ Տերն ասում է, դու ինձ միայն կարաս քո հավատքով հաճեցնես, որովհետև երբ որ Գաղատացիների մեջ 3-րդ գլխի 28-րդ խոսքը կարդում ենք, ասում է ոչ ռեալ կա, ոչ հույն կա, ոչ ծառա կա, ոչ ազատ կա, ոչ արու կա, ոչ էդ կա, Տիրոջ աչքի առաջին բոլորս ասում է ամեն մեկս նույնն ենք Հիսուս Քրիստոսով։ Ամեն։ Բայց ինչի որ գիրքը կարդում ենք, մենք տեսնում ենք, որ շատերին Քրիստոսն ասեց երանելի ես դու, ինչ ասեց, քո հավատքով դու առանձնացար, գրավում է Տիրոջ ուշադրությունը մեր հավատքը, երբ որ մենք նրան հավատքով ենք մոտենում, եւ մենք միայն մեր Տիրոջը, ես էլի եմ ասում, քո բարձր ձայնով երգելը, քո լացով աղոթքը, քո չգիտեմ ինչ որ բաներ չի կարա Տիրոջը հաճեցնի, եթե դու հավատքով չմոտենաս Տիրոջը։ Դրա համար այսօր մենք անցնելու ենք մի ճանապարհ ու սովորելու ենք, այո Տեր, մենք հավատում ենք քեզ, մենք դա ասում ենք, բայց մենք դա հստակեցնելու ենք մեր կյանքում ու մենք ասելու ենք Տեր, ուզում եմ, որ էսի մի փոքր հավատքը երկնքից քո ուշադրությունը գրավի տա, որ դու տեսնես ինձ,
քո հավատքը կարա միայն նրան ուշադրությունը շարժել։ Ու դու կարաս ասես ինչ է հավատքը, մենք բոլորս կարդացել ենք։ Մի քիչ ավելի վերև գնալով առաջին խոսքում ասում է հավատքն է, հուսացած բաների հաստատությունն է, սա սահմանումն է, բայց սա ուղղակի խոսք չպիտի մեր բերանի մեջ լինի, այլ մենք դա պետք է կիրառենք մեր կյանքում։ Եվ չերևացող բաների ապացույցը։ Հավատքը դա վստահություն է։ Հավատքը դա համոզմունք է դեպի Աստված։ Երբ որ մենք գալիս ենք Աստծուն, մենք հույս ունենք, մենք հավատում ենք, մենք համոզված ենք, որ եթե ես խնդրում եմ, Տերը լսում է ինձ, դա է հավատքը։ Եվ ասում է հուսացած բաների հաստատությունն է։ Հույսը դա սպասում է, լավատեսորեն իրավիճակ է։ Հույսը, որովհետև ասում է այն հույսը, այն սպասում է, այսինքն երբ որ մենք համոզմունք ունենք ու սպասում ենք մի բանի, դա հաստատության է բերում։ Սա մեր բառերով ասած։ Եվ ասում է այն հույսը, այն սպասումը, որ դու այնքան համոզված ես, ինչ անում։ Չերևացող բաները, որպես ապացույց երկնքից երկիր է իջացնում։ Հիմա ուզում եմ, որ այս խոսքը քո կյանքում իրական ձևով բացվի։ Այսինքն մենք հավատում ենք քեզ Տեր, սա միայն խոսք չի, ասեմ քեզ, սա դժվար է, բայց դու պետք է դա գործածես, որովհետև սա միակը դու չես, որ պիտի դրանով անցնես, սրանով անցել են, անցնում են ու դեռ անցնելու են, հավատքի ճանապարհով։ Մի քիչ երկրորդ խոսքում ասում, որովհետև նրանով առաջինները վկայություն ընդունեցին, առաջինները անցել են այդ ճանապարհով։ Կկարդաս ամբողջ գլուխը, ինչ հավատքի հերոսներ ունենք մեր գրքում, մեր Աստծո, մեր կյանքում, Աստծո կյանքում այն գեներալները, ովքեր որ Աստծո հետ հաղթահարելու անցել են։ Ասեմ քեզ, որ դու էլ մեկն ես, որ այսօր էլ քո անունդ կարա գրվի գրքի մեջ, կենաց գրքի մեջ։ Ու ասում եմ, եթե մենք սպասումով, լցված Տիրոջ հավատքով, վստահությունով, ինչ որ բան խնդրենք Տիրոջից ու սպասելով, որ դա իրականանալու է դեպի լավը, մենք կարող ենք այդ չեղածը եղածի տեսքով բերենք երկիր մեր կյանքերի մեջ։ Ես հենց այսպիսի հավատ ուզում եմ ամեն մեկիս կյանքում։ Հալելույա։ Ու ասեմ քեզ, որ սա ուղղակի գրվածք չի, ապրել են մարդիկ հենց այսպիսի հավատքով ունեցել են իրանց կյանքում։ Ինչի, որ մենք, ինչի պիտի մենք չունենանք, ինչի պետք է մենք աղոթենք ու չունենանք, ինչի պետք է մենք այստեղ խնդրենք ու չունենանք ու անընդհատ նույն տեղում շարժվենք։ Տեր ամեն ժամանակ ուզում է, որ մենք սովորող լինենք, ինչ որտեղ էլ մեր աչքի երևույթին չհավատանք, որովհետև խոսքն ասում է չերևացող բաների ապացույցն է, դժվար է։ Իրականում դժվար է հավատալ մի բանի, որ դու չես տեսնում, հավատալ նրան, որ քո մտքից վեր է, բայց խոսքն ասում է, այն հավատքը, որ ես տվել եմ ձեզ, ինքը կարա երկնքից գերբնական ձևով իջացնել երկրի վրա։ Եկեք վերցնենք այդ հավատքը մեր կյանքում ու որպես քրիստոնյաներ մենք երբեք չասենք չի լինում, չի ստացվում, չի կարա լինի։ Եթե դու նման կերպ վերաբերվես Աստծո խոսքին, դու հակառակվում ես Աստծո խոսքին։ Մենք կտեսնենք, որ այն ինչը որ հավատքից չի, դա մեղք է։ Մեր ամեն մի սխալ խոսքը դու կարաս հակառակություն բերես Աստծո խոսքին, որովհետև Աստվածն ասում է, Աստծո խոսքն ասում է, այն հավատքը, որ ես տվել եմ ձեզ, ինքը կարա չերևացողը երևացողի պես քո կյանքում բերի ու ցույց տա։ Հալելույա։ Փառք մեր ամենակարող Աստծուն։ Ու կուզեմ մենք նայեցինք հավատքի սահմանումը, կուզեմ միասին նայենք հույսի սահմանումը, ինչ որ գրված Աստծո խոսքում, նոր շարունակենք։ Հռոմեացիների մեջ 8-րդ գլխի 24-րդ խոսքն է խոսում է հույսի սահմանման մասին, բայց հույսը, որ տեսնվում է, հույս չէ։ Մենք տեսանք, չէ, որ այն ինչ որ չի երևում, հենց դա է հույսը։ Վասնզի այն բաները, որ մեկը տեսնում է, էլ ինչպես կհուսա, բայց եթե այն, որ չենք տեսնում, նրան հույս ունենք, ապա համբերությամբ սպասում ենք։ Ես դրա համար ասեցի, սիրելիս, որ հույսը, հավատքը դա վստահությունն առ Աստված, համոզմունքն
պետքն է, որ ես այն ինչին, որ հուսացել եմ, պետք է չի, որ դու դա տեսնես։ Աստծո խոսքը հենց այդպես ասում, հույսը չերևացող բաներն են։ Այն ինչ, որ դու դա տեսնում ես, պետք չի դրան հուսալ, դու ընդամենը դա տեսնում ես, բայց մեր Աստված այստեղ խորը ավելի իմաստալից բաներ է խոսում։ Այն ինչ, որ աչք չի տեսել, ականջ չի լսել, Տերը հենց դա է պատրաստել քեզ համար։ Հիմա դու հասկանում ես այդ խոսքի խորը իմաստը, որ Տերն ասում է հույսով պետք է սպասել, ու ասում է հույսով է համբերությամբ սպասում ենք նրան, ինչ որ Տերը տալու է մեզ։ Դրա համար քո կյանքում այսօր, եթե կան շատ բաներ, որ դու ասել ես, որ դա չի կարա լինի, Տեր ջան, հոգնել է, այսօր օրն է, որ Աստված իր խոսքով ամեն մեկիս ասում է, կլինի ժամանակը, որ այն ինչ որ դու հույս ես դրել ու հավատքով սպասել ես, Տերը ապացույց ձևով բերելու է քո աչքի առաջ դու դա տեսնելու ես։ Ամեն։ Այո Տեր, օգնիր մեր անհավատությանը։ Եթե թերանում ենք, եթե տկարանում ենք, որովհետև իրականում շատ դժվար է այս աշխարհի վրա հուսալ մի բանի, որ դու չես տեսնում։ Ավելի հեշտ է հույս դնել նրա վրա, ում որ դու տեսնում ես, բայց մենք կտեսնենք, որ Աստծո խոսքը ասում է հեռու մնա նման բանից։ Մեր ամենակարող Աստված ինքը զորավոր է։ Ինքը ամենն է ամենում, մենք այսօր երգում ենք դրա համար, սիրելիս, իմացի, որ քո կյանքում դու ունես Աստված, ունես Հայր, որ ամեն ժամանակ քո կողքիդ է, լսելու քո ամեն մի աղոթքը ու ամեն անհասանելին հասանելի դարձնի հենց քեզ, որովհետև հենց քեզ է ընտրել Տերը, հենց քո համար է թափել են արյունը, որ այսօր քեզ էլ միշտ գոհացնի ու ուրախությամբ լցնի։ Հալելույա։ Ու նորից անցնենք Եբրայեցիների 11-րդ գլխի 6-րդ խոսքը ասում է առանց հավատքի, օ Տեր, դու չես կարա իմ հայացքը երկնքից ուղղես դեպի ինձ։ Տեր, ես ուզում եմ քեզ հաճեցնող լինեմ։ Ինչի համար, որովհետև շարունակում է, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա։ Հենց սրա համար է խոսում այս խոսքը, որովհետև մեր Աստված չի երևում, բայց նա այստեղ է։ Մենք գիտենք, որ անգամ այս օդը, որ դու չես շնչում, դու չես կարող ասես, որ այստեղ օդով լցված չի։ Այն ինչ որ դու չես տեսնում, դա դեռ չի նշանակում, որ չկա։ Եթե դու հիմա տեսանելի ձևով դու Աստծուն այստեղ չես տեսնում, բայց մենք հավատում ենք, որ Աստված այստեղ է։ Ու ասենք քո այս քայլը, որ դու արել ես ու դու արդեն այստեղ ես, Տերը ընդունում է ու դու հաճեցնում ես նրան։ Նա իմ ուշադրություն է դարձնում քեզ, որովհետև դու լսել ես, դու հավատացել ես այն խոսքին, որ Տերն ասում է։ Եթե ինձ մոտեցողը ամեն պետք է հավատա, ու հենց սա այն խոսքն է։ Ու մի բան ասեմ, որ կասես, եթե իմ հավատքը սպակասել է, ոնց ավելացնել։ Խոսքն ասում է Հռոմեացիների 10-րդ գլխի 17-րդ խոսքը ասում է, ուրեմն, եթե դու հավատք չունես, հավատքը լսելուց է, լսելն է Աստծո խոսքից։ Մենք հավատքով լցվում ենք այն ժամանակ, երբ որ Աստծո խոսքը գիտենք։ Դու չես կարող Աստվածաշունչ չկարդալով, չաղոթելով, եկեղեցի չգալով, Տիրոջ սուրբերի հետ չշփվելով, դու չես կարող հավատքով բարձրանալ։ Դու չես կարող լցվես այն հավատքով, ինչ որ Աստված է ուզում։ Այսօր աշխարհն է հավատք ունի։ Խոսքն ասում է, Սատանան էլ է հավատում, բայց ինչ օգուտ։ Մեկան նրա հավատքը չի պատասխանվում, բայց դու մեկն ես, որ ընտրված ես, որ քո հավատքով Տիրոջ հայացքը կարաս ուղղես քո կյանքիդ վրա։ Տես ինչ Տերը ինչքան պատիվ է տվել այսօր մեզ, մարդուն, մարդ արարածին ինչքան է պատվի արժանացրել, որ այն հավատքը, որ տվել է մեզ, կարա հրաշքներ գործի, կարա անտեսանելին տեսանելի դարձնի։ Ու հենց այն խոսքը, որ գրված է Մատթեոս 18-րդ գլխում, միասին գնանք։ Հալելույա, 20-րդ խոսք ասում, որովհետև ուր որ 18-20-ը երկու կամ երեք հոգի իմ անունով ժողոված լինեն, ես այնտեղ եմ նրանց մեջ եմ։ Փառք Տիրոջը, որ այս խոսքին դու հավատացել ես ու դու այստեղ ես։ Հիմա հասկանում ես հավատքը որտեղից է գալի, Աստծո խոսքից է գալի։ Դու հավատացել ես, որ խոսքն ասել է, որտեղ երկուսը երեքը կհավաքվեն,
ես հավատարիմ Աստված եմ, որ իմ խոսքին ես հավատարիմ ձևով պատասխանում եմ ու հիմա ինք այստեղ եմ։ Ու մի քիչ ավելի վերև ասում եմ 18-րդ խոսքն ասում է ճշմարիտ ասում եմ ձեզ ինչ որ երկրի վրա կապեք երկնքում էլ կապված կլինի եւ ինչ որ երկրի վրա արձակեք երկնքում էլ արձակված կլինի դարձյալ ասում եմ ձեզ եթե ձեզանից երկուսը երկրի վրա միաբանվեն ամեն ինչ բանի համար որ խնդրեք կլինի նրանց ինչի համար որովհետև այդ երկուսը երեքը հավատացին այն խոսքին, որ Տերը իշխանություն ա տվել կապելու ու արձակելու եւ այդ խոսքի հիմքի վրա հավատացին ու հավաքվեցին։ Դժվար բան չկա այստեղ, սիրելիս։ Շատ անգամ, երբ որ մենք կարդում ենք խոսքը կամ մեր կյանքում ինչ-որ բան են ասում, քեզ թվում է անհասանելի է։ Չկա անհասանելի բան, Տերն ասում է ընդամենը հավատքա պետք գալ այստեղ հավաքվել մեկտեղ ու ես այդտեղ եմ, որ ինչ անեմ, ու նույն եբրայեցիների մեջ խոսքն ասում է, հալելույա Տեր, ասում է, ու եթե դու հավատացիր այս խոսքին, որ ես ասել եմ, որ այդտեղ կլինեմ ու դու այստեղ ես, եթե նրա թե իրենից խնդրողները բարձրահատույց կլինեն, փառք Տեր Աստծուն։ Տերն ասում է, եթե հավատում եք ինձ, կարաք հաճեցնեք, ես իմ հայացքս ուղղեմ ձեզ ու դուք ինչ որ խնդրեք, ես կարող տամ ձեզ։ Տեր շնորհակալ եմ քեզանից։ Չկա դժվար բան, սիրելիներս, միայն մնում է վստահ լինել։ Եթե խնդրել ենք Տիրոջից, ուրեմն հավատանք, որ Տերը լսում է ու ինքը անելու է։ Միայն սա է ուզում Աստված, վստահություն, հավատք նշանակում է վստահություն, նշանակում է համոզմունք, որ այն ինչ որ ասել են երբեք իմ կյանքից չի անտեսվելու, Տերը անելու է ամեն բան։ Հալելույա Հիսուս ջան, փառք մեր ամենակարող Տիրոջը։ Ու ասեմ քեզ, որ Աստվածաշնչում խոսում է մի մարդու մասին, որը որ գրած է Մատթեոս 8-րդ գլխում, որի ում հավատքը իրականում ուշադրություն դարձրեց Տիրոջ հայացք այդ մարդու վրա։ Ու Տերը նրան ինչ ասեց։ Միասին կարդամ 8-րդ գլխի 25-րդ խոսքը։ Եվ երբ որ Հիսուսը մտավ Կափառնայում, մի հարյուրապետ կար։ Նրան մոտ աղաչում, եկավ նրա մոտ եւ նրան աղաչում էր եւ ասում. Տեր իմ ծառան անդամալույց ընկած է տանը եւ չարաչար տանջվում է։ Հիսուսն էլ ասեց նրան. Ես կգամ կբժշկեմ նրան եւ հարյուրապետը պատասխան տալով ասեց. Տեր, ես արժան չեմ, որ իմ հարկին տակ մտնես, այլ միայն մի խոսք ասի եւ իմ ծառան կբժշկվի։ Սիրելիներս, այստեղ մի հավատքի մասին է խոսում, որ հարյուրապետը եկավ Քրիստոսի մոտ ու նա շատ լավ գիտեր այն խոսքը, որ եթե Տերը մի խոսք արձակի, կկատարվի, որովհետև ասես տվել եմ այդ իշխանությունը նաև ինձ ու քեզ։ Հիսուսը ասում է, ես տվել եմ այդ իշխանությունը ինձ ու քեզ ա տվել Տերը։ Իմացիր, եթե նրանց կյանքում եղել է այս ամենը, մեր կյանքում էլ կարա լինի ու այս օրերի մեջ է, որովհետև նա նույնն է երեկ, այսօր ու հավիտյան։ Եկեք չկարճացնենք Տիրոջ ձեռքը մեր կյանքերում, որովհետև խոսքն ասում է չի կարճացել իմ ձեռքը քեզ օգնելու ու փրկելու համար։ Դրա համար եթե այս հարյուրապետը հավատաց այն խոսքին, որ եթե նրա բերանից մի խոսք դուրս գա, ուրեմն այդ խոսքը կկատարվի։ Եվ ասում եմ մի խոսք, եթե քո բերանից դուրս գա, ինձ առած կբժշկվի, որովհետև ես էլ իշխանություն տակ լինող մարդ եմ, եւ իմ ձեռքի տակ զինվորություն ունեմ, եւ ասում եմ սրան գնա, գնում է, նա շատ լավ գիտեր այդ իշխանության զորությունը իր կյանքում, եւ ասում եմ հիմա եթե դու էլ ասես, դա կկատարվի, երբ որ Հիսուսը լսեց, զարմացավ եւ ասեց. Ետևից եկողներին ճշմարիտ ասում եմ ձեզ, Իսրայելի մեջ այսպիսի հավատք չգտա եւ ասում եմ ձեզ, որ շատերը կգան արևելքից, արևմուտքից կգան, բայց գիտես ինչ, այն ու ինչ ասում
կգան եւ ասում կտեսնեն Աբրահամի եւ Իսահակի եւ Հակոբի հետ երկնքի արքայություն եւ նա ասում է կգան կհավասարվեն։ Մենք տեսանք, որ խոսքն ասում է չկա, առանձնացող չկա, ոչ հույն կա, ոչ հրեա կա, ոչ արու կա, ոչ էգ կա, ոչ մի բան չկա, Տերը ամեն մեկից մեկ է դարձրել, բայց մեր հավատքը միաբանում է։ Մեր հավատքն է Տիրոջ առաջ բարձրանում ու գործի դնում։ Դրա համար Տերը տեսավ, որ այդ հարյուրապետի հավատքը այնպիսին էր, որ հաջեց նայել նրա վրա եւ ասեց գնա փրկված է քո ծառան, բժշկված է քո ծառան։ Դրա համար սիրելիներս, այն խոսքը, որ Տիրոջ բերանից դուրս է գալի, եւ այդ խոսքը իշխանություն ուներ այն ժամանակ, այսօր Տեր այդ գերբնական խոսքը տվել է ինձ ու քեզ իշխանությամբ օգտագործելու համար։ Ու հավատա, եթե դու այն խոսքը քո բերանից դուրս ես հանում, ու հավատքով իմանալով այդ խոսքի զորությունը, այսօր մեր կյանքերում էլ կարա շատ բան փոխվի։ Միայն թե հավատա ու մի երկմտի։ Ու իմացի, որ Աստված ամեն բան կանի ամեն մեկիս կյանքում։ Հալելույա, Տեր ջան։ Այո, մենք հավատում ենք ու խնդրում ենք, որ դու ամեն մեկիս օգնես։ Ու դրա համար, տես, ասում հավատքով միայն կարող ես խնդրել եւ ամեն բանի համար դու վարձահատույց կլինես, կստանաս այն, ինչ որ դու խնդրել ես, միայն թե հավատքով։ Ու հետևություն սրանից, որ եթե շատ բաներ մեր կյանքերում չկա, մինչև այսօր աղոթել ենք ու չենք ստացել, ուրեմն կա խանգարող հանգամանք։ Միգուցե մենք թուլացել ենք, երբեք չվախենաս գնալու Տիրոջ առաջ ծնկի գալու ասելու Տեր իմ անհավատությանը փրկի, օգնի ինձ, թույլ տուր, որ ես էլ ավելի լցվեմ քեզանով։ Բայց միայն դա չէ, ավելին մոտեցիր Աստծուն, խոսքով, որովհետև խոսքն ասում է, եթե մենք առանց հավատքի մոտենանք Տիրոջը, դա մեղք է նրա առաջ։ Որովհետև եթե մենք Տիրոջը գալիս ենք ու երկմտում ենք, ու չենք ընդունում այն ինչ որ Տերը տվել է, մենք թողնում ենք այդ զորությունը։ Մի կողմ ենք թողում ու անում ենք այնպես, ինչպես որ մենք ենք անում։ Ու Սաղմոսների մեջ Դավիթը հենց դրա մասին խոսում է 118-րդ Սաղմոսի մեջ։ Հալելույա։ Աստվածաշունչը գրվել է նրա համար, որ մենք կարդանք ու անցնենք ամեն մեկի կյանքի թեթևությունների մեջով, թե լիությունների մեջ ով տեսնենք և մեր կյանքում ենք ինքներս էլ գործածող լինենք։ Հալելույա։ Փառք ես Տեր։ Հալելույա։ 118-8-րդ խոսքն ասում է. լավ է Տիրոջը հուսալ, քան թե մարդկանց ապավինել։ Դավիթը, որ թագավոր էր, ուներ ամեն բան, պետք չէր նրան մարդկանց հուսալ, բայց գիտես, նա գիտեր, համոզմունք ուներ, որ ամեն ինչից առավել ինքը պետք է իր հայացքը դեպի երկինք ուղղել ու ասել Տեր, իմ սպասումը միայն քեզանից է։ Որովհետև երբ որ կարդում ենք Սաղմոս 146-ը, մենք տեսնում ենք, թե ինչի համար Դավիթը նման պատասխան տվեց։ Երկրորդ խոսքը Տիրոջը օրհնեմ ես իմ կյանքում, իմաստուն Սաղմոս կասեմ, քանի որ նա կա։ Մի հուսակ իշխաններին, մարդի որդիներին, որի մոտ փրկություն չկա, շատ լավ գիտեր Դավիթը։ Դրա համար նա ամեն ժամանակ, ամեն իրավիճակում ասում էր, իմ հայացքս դեպի երկինք ես պիտի ուղղեմ։ Նրա հոգին դուրս կգա, նա դեպի իր հողը կդառնա, նույն օրը կկորչեն նրա խորհուրդները։ Մարդու մասին է խոսում, որ պետք չի հուսալ մարդուն, որ մի օր այդ մարդը կարա դեպի հող դառնա, իր հոգին դուրս գա նրանից եւ այն հույսերը, որ դու դրել ես մարդու վրա եւ ոչ թե հավատքով Աստծու վրա, ու այդ ամենը կխափանվի քո կյանքում։ Երանի նրան, որի օգնականը Հակոբի Աստվածն է, որ նրա հույսը իր Եհովա Աստծու վրա է։ Հիմա դու տեսնում ես ինչի համար Դավիթը ուներ այդ հայտնությունը, որ ինչի համար պետք չի մարդկանց հուսալ, ինչի համար Աստվածաշունչը մեզ սովորացնում ինչքան է դժվար լինի, ինչքան է մեր աչքերը մեզ խաբեն, մենք պետք է երբեք մարդկային բազուկի ու ուժի վրա երբեք հույս չդնենք։ Ու նույն խոսքը Երեմիայի մեջ
Դավիթը շատ լավ կարդացել էր ու լավ գիտեր, ու մենք էլ այսօր պետք է դա շատ լավ հասկանանք, որ 17-րդ գլխում Երեմիա 17-ի 5-րդ խոսքն այսպես է ասում. Այսպես է ասում Տերը, անիծյալ լինի այն մարդը, որ մարդի է ապավինում, եւ մարմինն իր բազուկն է շինում, եւ իր սրտովը խոտորում է Տերից։ Ու տեսնում եք ինչ է կարա լինի, երբ որ մարդը հավատքով չի գալի, հենց դրա համար է ասում խոսքը, որ եթե մենք հավատքով չեք գալի Աստծուն, ուրեմն դա մեղք է։ Դրա համար խոսքը սովորացնում է, եթե մենք գալիս ենք Աստծուն, մենք պետք է հասկանանք, որ մարդկային գործում երբեք չպետք է մեր հավատքի մեջ խառնենք, դա երկնային է, դա հավիտենականության մասին է խոսում։ Իմանանք, որ եւ մի քիչ ներքև որ իջնում ես, ասում օրհնյալ լինի 7-րդ խոսքային մարդը, որ Տիրոջն է ապավինում եւ Տերն է նրա հույսը։ Նա նման կլինի մի ծառի, որ տնկված է ջրերի մոտ, նա իր արմատները կձգե գետի մոտ եւ չի տեսնի տաքություն եկած ժամանակը, այլ նրա տերևները կանաչ կլինեն եւ երաշտ տարի նա չի վախենա եւ չի դադարի պտուղ տալուց։ Հիմա դու տեսնում ես ինչ մեծ օրհնություն կա նրա մեջ, երբ որ մենք մեր հայացքը ուղղում ենք Աստծուն։ Ու սրանից հետո ճիշտ էլ չի լինի այս խոսքերը կարդալուց հետո, երբ որ մենք այստեղից դուրս գանք ու մտածենք այնպես, ինչպես որ մտածել ենք։ Ասում է այն մարդը, որ ուժը դնում է իր մարմնի բազուկին, շինում է իր ապավենը, ոչ թե ամենակարող Տիրոջը։ Անիծյալ այդպիսի մարդը, որովհետև Տերը երբեք չի ուզում, որ մենք Տիրոջից առանձնանանք, զատվենք, նրա հավատքը մերն է, նրա իշխանությունը մերն է, այն ամենը, ինչ որ Աստված տվել է մեզ, մենք պետք է դա պահենք մեր կյանքերում։ Փառք ես Տեր ջան։ Ուզում եմ այսօր մի քիչ հենց այսպիսի հավատքով լցնել մեզ։ Եթե ինչ որտեղ է սա վախենալի չի, Աստծո խոսքը երբեք չի վախեցնում, այլ սթափեցնում է մեզ, որ մենք հասկանանք, որ եթե ինչ որտեղ է դու ուժ ունես, կարողություն ունես, աշխատանք ունես, գիտելիքներ ունես, որ դու կարող ես ապավինել քեզ ու ասել ես կարող եմ, Տեր ասում է զգուշ մնա։ Նման մարդը ինձանից թող ոչ մի բան չսպասի, այլ այն մարդը, որ այն ինչ որ ունի ինքը գոհացող է, Տեր շնորհակալ եմ այդ բազուկիս ուժի համար, որ տվել ես ինձ, որ ես այսօր ունեմ աշխատանք, որ ես հարգված եմ, որ ես ունեմ ամեն բան, շնորհակալ ես, Տեր ասում է ես այդպիսի մարդու նմանեցնում եմ մեկին, ում տերևները երբեք չեն, չորությունից չեն թափվում, նրանց արմատները խորքով գնում է մինչև այն ջրերը, որ մենք գիտենք, չէ, ինչ Սուրբ Հոգու ջրերն են, որ չեն երևում, բայց մեր սնունդը այնտեղից է։ Դրա համար խոսքը մեզ ամեն ժամանակ սովորացնում է մեր հայացքը ուղղել անտեսանելի, ինչը որ հավիտենական է։ Հալելույա, Տեր։ Երկրորդ Կորինթացիների մեջ 4-րդ գլխի ու 18-րդ խոսքը հենց խոսում է դրա մասին, այն չերևացողների մասին, ինչը որ հավիտենական է։ Երկրորդ Կորինթացիս 4:18-ը։ Շատ լավ կլինի, որ դու քո հետ բերես քո գիրքը, կարդաս Աստծո խոսքը, նշես, ու երբ որ դժվարությունը գալիս է, դու հիշես ու ասես Տեր, դու այսպես ես ասել, ես գրել եմ ու հավատում եմ, որովհետև մենք նոր ասեցինք, հավատքը գալիս է լսելուց, լսելն էլ Աստծո խոսքից, մտերմացիր այս գրքի հետ, մտերմացիր մեկ բառով ասած քո Տիրոջ բերանից դուրս եկած խոսքով, ու դու կապրես։ Հալելույա։ Ասում եմ, որովհետև մեր այժմյան 17-րդ խոսքը թեթև նեղությունը ամենագերազանց հավիտենական փառքի մեծությունն է գործում մեզ համար, որ այս երևող բաներին չենք մտիկանում, այլ աներևույթին, որովհետև երևողները ժամանակավոր են, իսկ չերևացողները հավիտյան։ Ասում եմ, այն ինչ որ դու ունես, սա ժամանակավոր է, ու սա բերելույա ամենագերազանց հավիտենական փառքի մեծությանը, որովհետև դու հավատալու ես, որ այն չերևացողը գալու է քո կյանքում։ Որովհետև այն ինչ որ մենք տեսնում ենք, խոսքն ասեց, հույսը դա չերևացող բաների ապացույցն է։ Այն ինչ որ դու տեսնում ես, սա
ույս չի, սա անցողիկ է, այս ամենը Տիրոջ փառքի համար գալու է մի օր ու դու վկայելու ես, որ ես անցա հույսով այդ ճանապարհը, հավատքով անցա այդ ճանապարհը ու չկա այդ ամենի իմ կյանքում, որովհետև երևացողները ժամանակավոր են։ Սիրելիս, ես քեզ կարամ բարի լուր ասեմ երկրքից, այն ինչ որ հիմա քո կյանքում կա ու քեզ խանգարում է, խոսքն է ասում ու չի ստում, ասում ժամանակավոր է այդ ամենը։ Մեզ ինչ է պետք, հույսը մեզ ինչ սովորացնել, սպասել, հավատքով սպասել, հավատքն է վստահություն առ Աստված, մեկը մյուսի հետ կախված է, դու առանց հույսի չես կարող հավատքով գործես, մենք ունենք սպասում, բայց մենք այդ սպասումը պետք է վայել ձևով անենք, պետք է հավատանք, որ Աստված տեսնում է ամեն բան, ու դրա համար դու կարող ես քո խնդիրներին ասես, սիրելիս, իմ Տերն ասում է, այն ինչ որ կա, դա ժամանակավոր է, դա չի լինելու, որովհետև չերևացողներն են հավիտենական, այն ինչը որ Տերը տալու է քեզ, դա է հավիտենականը։ Դրա համար երբեք մենք չպետք է վախենանք ոչ մի իրավիճակից։ Տես հարյուրապետը Աստծո խոսքին ծանոթ մարդ չէր, բայց նա գիտեր, նա հրեայել չէր, բայց նա գիտեր այն զորությունը, որ ինքը ունի իր մեջ, ու այդ նույն զորությունը երկնքից տեսել է Քրիստոս Հիսուսի մեջ ու ասեց այն խոսքը, որ քո բերանից դուրս կգա, ամեն երևացողը, այն ինչ որ ժամանակավոր է կկորչի իմ կյանքից։ Դրա համար նման հավատք է պետք մեզ, որ մենք էլ հավատանք, որ մեր կյանքում այն ինչ որ երևացողը, այդ ամեն ինչը չքվելու է Հիսուս Քրիստոսի անունով, որովհետև մենք ունենք հավատք, որ չերևացողը իջացնելու է երկիր։ Հալելույա։ Ամեն։ Երկնքում մեզ հավատք պետք չի։ Իրականում հավատքը մեզ այստեղ է պետք։ Երբեք չպահես այդ գանձը քո ձեռքերի մեջ ու ասես, երբ որ գնամ երկինք, ես այդտեղ կօգտագործեմ։ Ասма չերևացողների համար մենք երկրի վրա պետք այդ հավատքը գործածող լինենք։ Դրա համար այն զենքերը, որ Տերը տալիս է մեզ, մենք պետք այստեղ օգտագործենք։ Ու ասում են, եթե դու հավատք չունենաս, դու չես կարող այն ինչ որ խնդրես, դու Տիրոջից առնես։ Տեսնում ես ինչ կարևոր փաստ է մեր կյանքի համար։ Ինչ սնունդ է մեր հոգևոր աճի համար, մեր հոգևոր կյանքի համար։ Այսօր մենք ասում ենք, մենք հավատքի մարդիկ ենք։ Բայց չեմ ուզում ճակերտավոր հավատացյալներ լինենք։ Ուզում եմ, որ ամբողջ սրտով լինենք, որ այն ինչ որ դու ասում ես, դու դա տեսնես քո կյանքում։ Հալելույա։ Որովհետև մի ժամանակ հենց հին ուխտում հույսը, դա գրված է Հռոմեացիների մեջ, բացենք 4-րդ գլխի, այն ինչը որ խոսքն ասում է, անկարելի է, Տիրոջ համար կարելի է դառնում։ Ու այն ինչը որ չերևացող է, Տերը կարող է երևացնի իմ ու քո կյանքում։ Հալելույա, Հռոմեացիների 4-րդ գլխի 17-րդ խոսքը։ Օրերից մի օր, ոնց որ այսօր ես ու դու մեր կյանքերում ունենք շատ խնդիրներ, Աբրահամի կյանքում էլ ինչ որ մի խնդիր ծագել։ Ինք ուներ ամեն բան, բայց չուներ զավակ։ Այսօր դու կարող ես ասել, ես ունեմ շատ գումարներ, բայց չունեմ առողջություն։ Ես ունեմ այսինչը, բայց չունեմ սա։ Ասեմ քեզ, որ դու մենակ չես։ Բոլորի կյանքում կա մի հատ հարցական, կա մի հատ բայց, կա մի բան, որ չկա։ Ու նույնը Աբրահամի կյանքում է։ Ու մենք հենց մեր Աստված դրա համար է մեր կյանքում, որ մեր կյանքի ամեն բացը լրացնի, ամեն չեղածը եղածի պես դարձնի մեր կյանքում։ Դու ուղղակի չես, որ այստեղ ես, ուղղակի չի, որ դու Տեր ունես, եթե դու Աստված կանչում ես Տիրոջը քո կյանքում, դու պետք է նաև հավատաս, որ Տերը երբ որ գալիս է, ինքը լրացնում է ամբողջովին քո կյանքը։ Ու այստեղ Աբրահամի մասին է խոսում, որ Աբրահամի կյանքում էր կար ամեն բան, բայց չուներ մի բան, որը որ պակասում էր։ Ու Աստծո խոսքը 17-րդ խոսքը, ինչպես որ էլ գրված է, թե շատ ազգերի հայր արի քեզ Աստծո առաջին, որին հավատաց, որ մեռելներից կենդանի է անում եւ չլինողը բաները լինողի պես է կանչում։ Ու դու կարաս ասես ինչ լավ է,
Բայց ես քեզ հիշեցնեմ, որ այս խոսքը Ծննդոց 17-րդ գլխի 5-րդ խոսքում է գրված, որտեղ Աբրահամը դեռ զավակ չուներ։ Պատկերացնում ես։ Նա չունի, դու չունես այսօր քո բժշկությունը քո կյանքում, բայց Տերն ասում է, այն չլինող բաները լինողի պես կանչեց Աբրահամի կյանքում։ Ու ասում է, այդ ժամանակ, երբ որ նա զավակ չուներ, նա նրան ասեց քո անունը, որ Աբրահամ չկոչվի, այլ Աբրահամ, ազգերի հայր։ Պատկերացնում ես, նա դեռ չունի զավակ։ Մեկը չունի, ինչ մնաց ազգերի հայր կոչվի։ Ու այստեղ հավատքը հենց դրա մասին է խոսում, երևացողի պես է դարձնելու։ Այստեղ այս խոսքը, որ ինքը գերբնական է դառնում։ Ու Աբրահամին ասում է, երբ որ նա դեռ ազգերի հայր չէ, բայց նա կոչվեց ազգերի հայր։ Շատ ազգերի հայրարի քեզ Աստծո առաջին, որին հավատաց, Աբրահամը հավատաց, որ մեռելներին կենդանի է անում եւ չլինող բաները լինողի պես է կանչում։ Այո, արի հավատամ, որ մեր Աստված ինքը հարություն առած Աստված է։ Ինքը մեռելներին հարություն տվեց, ինքն էլ մեռելներից հարություն առավ։ Այն ամենը ինչ որ մեր կյանքում շատ վաղուց դու թաղել ես, այսօր ժամանակն է, որ մենք հարություն տանք, որ մենք հանենք այդ գայթակղության քարը, այդ անհավատության քարը, ոնց որ օրերից մի օր Ղազարոսի գերեզմանից է դուրս եկավ, Հիսուսի գերեզմանից էլ այդ քարը գլորվեց, այսօր մենք մեր խնդիրները պահել ենք ու իրան ասում ենք դու ավելի լավ այստեղ մեռած մնաս, հավատամ մեռածից հոտ է գալիս, մեռած մարդու կողքը ոչ մեկ չի կարա մնա։ Սիրելիս, այսօր հենց այն օրն է, որ Տերը ասում է երևացողը երևացողի պես, եթե Տերը Աբրահամի կյանքում արել է, չի անի իմ ու քո կյանքում։ Մենք գիտենք, որ Աստված ասում է բոլորը իմ աչքի առաջ նույնն է։ Ես այն Աստված չեմ, որ ինչ որ մեկին կանեմ, մյուսին չեմ անի։ Դրա համար եկեք, մեր այն մտքերը, մեր այն ամեն ինչը ինչ որ թաղել եք, այն հարություն առած Աստծուն ու հարություն տվող Տիրոջը կանչենք մեր խնդիրների մեջ ու ասենք Տեր, եթե իմ կյանքում այս իրավիճակն է, ես չեմ ուզում թողնել այստեղ, ես ասում եմ, որ ինքը այսօր հարություն առնելու ու ինքը կենդանի է լինելու, այսինքն կենդանություն դու տեսնելու ես քո կյանքում, քո խնդրի լուծումը դու տեսնելու ես։ Այսօր մենք աղոթք ենք բարձրացնելու, այն ինչը որ դու չես հավատում, այն ինչը որ քո համար դժվար է եղել, դու հավատքի քայլ ես անելու ու դու տեսնելու ես դա քո առաջ դրած, ոնց որ Աբրահամը տեսավ ու ասում է ինքը ընդունեց հավատքով, որ ինքը չուներ զավակ, բայց ինքը պիտի կոչվեր ազգերի հայր։ Ու ասում է հավատաց, որ այն Աստված, որ հարություն է տվել, կարա իր կնոջ արգանդը, որ մեռած է, որ պիտանի չի կենդանության, ծննդաբերության ինքը կարա կենդանություն տա, որ ինքը 100 տարեկան նայեց ինքը իրան զարմացավ, դրա համար ասում է հավատքով լցվեց ու ասեց իմ Տերը հարություն կարա տա ինձ։ Իհարկե խոսքն ասում է քո ուժիդ վրա, քո աչքերի տեսածին դու չպիտի հավատաս։ Եթե մենք հավատանք Աստծուն, որ Աստված է անողը, այդ ժամանակ իմացի, որ ամեն իրավիճակ շտկվելու է, ամեն իրավիճակ դառնալու է այնպես, ինչպես որ Աստծո կամքն է եւ քեզ էլ հաճեցնելու է, որովհետեւ դու հավատքով լսել ես Տիրոջ խոսքը, հավատացել ես ու ընդունել ես, ոնց որ Աբրահամն ընդունեց։ Ու ասում է, երբ որ արդեն մեռած է ինքն էլ 100-ամյա լինելով եւ ոչ է Սարայի արգանդը մեռած լինելուն եւ Աստծո խոսունքի համար չերկմտեց անհավատությունով, այլ զորացավ հավատքով եւ Աստծուն փառք տվավ եւ իր մտքումը համոզված էր։ Ասեցինք չէ որ հավատքը դա համոզմունք է, հավատքը դա վստահություն է, որ Տերը երբեք իրան ամոթով չի թողի ու դու երբեք չամաչես, որ գնաս ու վկայություն տաս, որ ասես իմ կյանքում այս իրավիճակը փոխվելու է, որովհետև ասում է նա համոզված է, թե նա որ խոստացավ, կարող է եւ անի է։ Փառք Տիրոջը։ Տերն է խոստացել, սիրելիները, դա դու չես ասել, որ լինելու է, դա ամենակարող Աստված է ասել։
ասել ու ասում է այն Աբրահամը համոզված է որ կարա ինքը վստահ ասել ես ազգերի հայր եմ լինելու ճիշտ է մենք տեսնում ենք որ Աբրահամը մի քիչ շեղվեց Տիրոջ կամքից ծրագրից շեղվեց ասեց դե ես կարամ ծառայից ունենամ շատ անգամ մենք ենք նույն իրավիճակը անում ու անեցքա գալի ոնց որ եկավ հենց իր կյանքում դրա համար սիրելիս եկեք խաղ չանենք ոչ Աստծո հետ ոչ էլ նրա խոսքի հետ եթե Տերը ասել է ուրեմն ամենույա անես չի որ մենք չենք սխալվում մենք էլ ենք սխալվում ասեմ քեզ ավելին որ դուրս գանգերի սխալվելու ենք, բայց մենք հավատք ունենք, որ պետք է խոսքով զորանանք, որ պետք է լծվենք ու ասենք Տեր, համոզված եմ, եթե դու ասել ես, ուրեմն անելու ես։ Ամեն, մեր ամենակարող Աստված ինքը զորավոր Աստված է, որ անելու է ամեն բան։ Ես քեզ գիտես ինչու եմ այսպիսի օրինակներ բերում, որ դու իմանաս, որ միակը դու չես, որ խնդիր ունես, որ միակը դու չես, որ այդ խնդիրներից եթե մարդիկ դուրս են եկել, ես ու դու ենք դուրս գալու։ Ու խոսքի մեջ, Հակոբոս 5:16-ի մեջ խոսում է մեկ ուրիշ Տիրոջ ծառայի մասին, Եղիայի մասին։ Ասում է Եղիան էլ իմ ու քո պես գիրքերի տեր մարդ էր, այսինքն սխալներ ուներ, սխալվում էր, բայց հավատք ուներ, որ աղոթեց, 3 տարի 6 ամիս անձրև չի եկավ, հետո նորից աղոթեց, անձրևն եկավ։ Տիրոջը։ Ու եթե Եղիա ինքը մարդ լինելով կարողացավ նման իրավիճակներում խնդրել Տիրոջը ու Տերն էլ կատարեց, այսօր Աստված իմ ու քո աղոթքներ կարա լսի ու կատարի։ Ու դա մենք տեսնում ենք 3-րդ Թագավորաց 18-րդ գլխի Հալելույա կգնաս եթե հավատքը թերանում ես հավատքի մեջ, կբացես այս օրինակներ ու կասես Տեր, եթե դու արել ես իրանց կյանքում, դու նույնն ես երեկ այսօր ու հավիտյան, դու այսօր իմ կյանքում էլ կարես անես։ Սովորացրու ինձ հավատալ քեզ, սովորացրու իմ աչքերով չնայել, սովորացրու ինչ որ իմ աչքի առաջ է, ես դրան չվստահեմ, այլ հավատքով տեսնեմ այն անտեսանելին, ինչ որ այն պատից այն կողմա, տեսնել իմ բժշկությունը իմ մոտ, ոչ թե ամեն օր թավանել ու ասել իմ ճնշումս այսքան է, իմ հիվանդությունս ժառանգական է, եթե դա քոնն է, քոնը քեզանից ոչ մեկ չի տալի, դրա համար դու պետք է հրաժարվի, ասա դա իմը չի, ես չեմ ընդունում իրանի կյանքում, ես չեմ ուզում այս աղքատությունը, ես չեմ ուզում այս անտարբեր վիճակը, չեմ ուզում, գիտես քեզանից հանի ու տես այն ինչ որ Աստված է խոստացել, Տերը խոստացավ, ասում է իմ վրա հույս դնողի, ինչ կանեմ, կբարելավեմ, նրա արմատները անթաջ ջրով կողողեմ, նրա կյանքը պետք է փայի ու իր կյանքը ամեն ժամանակ պետք է ուրախ լինի, սա է Տերը խոստացել, ոչ թե մեզ հիվանդություն, ճնշում, շաքար, ես չգիտեմ ինչ է, Տեր հեռու պահի մեզանից ամեն հիվանդություն